Քննչական կոմիտեն 2 ամիս առաջ էր հաղորդագրություն տարածել, գրելով Սամվելյանը դիտավորությամբ ձեռք է բերել եւ իր բնակության հասցեում պահել ռազմամթերք հանդիսացող գործարանային արտադրության F1 տեսակի մարտական ձեռքի նռնակ։ Ես դրանց մաման պայթացնեմ, մաման լացացնեմ։ Հələ ուր է, այս բան չէ, որ ես իմ ասածորից այսքան ուշացնեի։ Մնաց է ուշացի կամ իրեք շատի, վերջ։ Ուսումնասիրությունները հերիքա, 7 օր։ 7 անգամ գնացի գիտես չէ, 7 անգամ։ Նումերը ուզում ես այդ Արամի գրասենյակը ինչ անես։ Լավ էլի, կգաս խոսանք։ Էսի հեռախոսի խոսակցություն։ Ըստ նախաքննական մարմնի հաղորդագրության Ստեփան Սամվելյանը չկարողանալով պարզել Արամ Սարգսյանի բնակության հասցեն, սկսել է ուսումնասիրել Երևանում գտնվող նրա գրասենյակը, դրան հարակից հատվածները եւ այդ նպատակով բազմիցս այցելել է գրասենյակին հարող տարածք։ Արամ Սարգսյանի գրասենյակում չլինելու պայմաններում Սամվելյանը չի կարողացել իրականացնել իր մտադրությունը, այնուհետև նրա մոտ գտնվող մարտական ձեռքի նռնակը ԱԱԾ աշխատակիցները հայտնաբերել են Սամվելյանի բնակության հասցեի խուզարկության ընթացքում։ Սարգսյանի ներկայացուցիչը մատնանշելով գաղտնալսված հեռախոսազրույցներին այլ անձանց մասնակցության փաստը նշում է, մեղադրյալի աթոռին միայն Սամվելյանը չպետք է լիներ։ Ամբողջությամբ բացահայտված չէ գործող անձանց շրջանակը։ Նախ Ստեփան Սամվելյանը մեր կարծիքով չի գործել միայնակ եւ առնվազն այս գործով վկայի կարգավիճակ ունեցող 2 անձինք պետք է ունենային դատավարական այլ կարգավիճակ։